Կանանց իրավունքները ընտանի-կենդանիներից, ոչխարներից ընդամենը մեկ աստիճանով էին տարբերվում։ Ահա այսպիսին էր հին հունական, ժողովրդավարական հունական պոլիսների քաղաքացի կանանց իրավական վիճակը։ Պարտականություններ ունեին, մասնավորապես ընտանեկան տնային աշխատանքները և գործվածքներ գործելը, կտոր գործելը։ Ինչպես տեսնում ենք, օրինակ, Ֆոդիսականում, թե ինչով էր զբաղված Պենելոպեն։ Բացի քաղաքացիներից, Աթենքում, մասնավորապես ու մյուս խոշոր պոլիսներում ապրում էին նաև ազատ կանայք, որոնք, ասենք, փախել էին իրենց հիմնական պոլիսից, իսկ օտար պոլիսում քաղաքացի չէին կարող համարվել։ Նրանք մի քիչ ավելի շատ իրավունքներ ունեին, մասնավորապես կրթություն ստանալու, սեփական կյանքի որոշումները կայացնելու, բայց սեփականության իրավունքից զրկված էին, այսինքն տուն, սեփական հողատարածք, անասուններ կամ ստրուկներ ունենալու։ Եվ եթե նայենք հարևան Սպարտայում իրավական վիճակին, կրկին անգամ կտեսնենք, որ տնտեսական իրավունքները գերակայում են, երբ խոսում ենք հասարակարգի մասին։ Այնտեղ աղջիկները իրավունք ունեին ծնողներից, այսպես ասած, որպես օժիտ բաժին ստանալ 2 անգամ ավելի շատ, քան տղաները, այսինքն եղբորից 2 անգամ ավելի շատ։ Իզուր չէ, որ սկզբում ես համեմատեցի աթենացի կանանց իրավունքները ոչխարների հետ։ Հիշում եք 300 սպարտացիներ ֆիլմում ինչպես է կանանց մասին խոսում թագավորը, ասելով, որ ոչխարները չեն կարող առյուծներ ծնեն,